Բարյոս ելիքով եղբայրան ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 9:14-ից 24 մեր բարդ հատվածը, ինչ եմ ասում բարդ, որովհետև յուրահատուկ է Պողոս առաքյալին շատ փոքրիկ հատվածի մեջ կարևոր 3 սկզբունք զարգացնի, մենք արդեն երկուսի մասին խոսել ենք, առաջինը արդար է արդյոք Աստված ընտրության առումով, որովհետև հարցադրումը արդյոք անիրավություն կա Աստծո մոտ եւ գալիս էր Աստծո սուվերեն ընտրությունից, այսինքն այն ընտրությունից, որ անկախ է մարդու հատկությունից, մեկին ընտրեց, մյուսին ոչ, եւ առաքյալը մեջբերելով Մովսեսի պարագան, ելից 32-33 գլուխները պատասխանեց այս հարցին, եւ մենք տեսանք, որ բոլորին պիտի պատժեր Աստված, որովհետև պարտականությունը վերցրել էր ով որ իր դեմ մեղանչի պատժի, բայց մենք տեսնում ենք, որ նաեւ իր ազատ կամքի արտահայտությունը, նրա գթությունը եւ ողորմությունը, եւ Աստված պարտական չէր որևէ մեկին ողորմել, դրա համար ասեց ում որ կողորմեմ եւ ում որ կգթամ, այսինքն դա Աստծո ազատ կամքի արտահայտությունն է, ոչ թե պարտականության շրջանակում։ Այսինքն մենք արդեն մի քանի անգամ խոսել ենք այս մասին, պարտականության դա շրջանը Աստծո օղակների մեջ, դա նրա դատապարտությունն է, այսինքն Աստված անարդար կլինի, եթե չպատժի մեղավորին։ Հիմա մենք տեսնում ենք, որ Աստված ունի նաև իր ազատ կամքի արտահայտություն, այսինքն այդ անարդար վարվողների, նրանք որոնք դատապարտության արժանի են, դրանցից մի քանիսի հանդեպ ինքը կիրառում է իր գթությունը եւ ողորմությունը։ Այստեղ որևէ մեկը չի կարող ասի Աստծուն ինչի ես օգտագործում քո ազատ կամքը կամ ինչի ողորմություն արեցիր այս անոթներին։ Եվ առավել որևէ մեկը չի կարող ասի ինչի դու մտահղացում ունես կամ ինչի համար դու նպատակներ ունես։ Այդ դրա համար մեր 20-րդ համարը սրան է, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս, որովհետև 19 համարում ասում ապա ինձ կասեք, էլ ինչու է մեղադրում, նրա կամքինով հակառակ կենա։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է 14-ից մինչև 19 համարներում, ինչ որ առաքյալը բացատրեց, անիրավություն կա Աստծո մոտ թե ոչ, ունկնդրի համար հասկանալի եղավ եւ ունկնդիրը հասկացավ, որ Աստծո կամքին որևէ մեկը չի կարող հակառակ կենա, որովհետեւ Աստծո կամքի արտահայտությունը արդար էր, այսինքն որևէ մեկը չէր կարող ասել Տեր Աստված ինչու ինձ չընտրեցիր, որովհետեւ որևէ մեկը չէր ուզում որ իրեն Աստված ընտրի, դա Աստծո սուվերեն եւ ազատ կամքն էր, որ Աստված ընտրեց մի քանիսին, այսինքն բոլորը աստվածամերժ են, բոլորը փախնում են, չկա արդար, մեկն էլ չկա բարի, չկա մեկը որ Աստված է փնտրում, եւ այս առումով ունկնդիրը արդեն հասկանում է Պողոսի բացատրածը եւ ընկալում է, որ այսինքն անիրավություն չկա Աստծո մոտ, բայց հարցը առաջանում է այստեղ, դրա համար 19 համար ասում է, ապա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում։ Առաքյալը նույնպես տեսնում է, որ ընկնդրի մոտ այս հարցը նույնպես կառաջանա, ապա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում, որովհետև մենք տեսնում ենք, որ թույլ է տալիս ոմանց իր ազատ կամքով եւ գիտենք որ այդ ազատ կամքը մեղավոր բնության օղակներում տանում է մարդուն դեպի կորուստ, հապա ինձ կասես ինչու է մեղադրում, որտեղ դա նրա կամքն է, թույլ տալ ոմանց ազատ կամքի մեջ մնալ, չճնշել, չներգործել նրանց կամքի վրա, թույլ տալ որ իրենց ազատ կամքով մեղավոր բնության օղակներում արտահայտված գնան դեպի կորուստ կամ պատրաստ լինեն դեպի կորուստ եւ ոմանց կամքի վրա ճնշելով, նրանց իր շնորհքով փոխելով, նրանց դարձի է բերում, այսինքն նրանց ընտրում է, նրանց վրա կիրառում է գթությունը եւ ողորմությունը, նրանց հետ չի վարվում արդարորեն, եթե արդարորեն վարվի, նրանց նույնպես պիտի դատապարտի, որտեղ նրանք արժանի են դատապարտության, բոլորը մեղանչեցին, բայց նրանց վրա կիրառում է իր գթությունը եւ ողորմությունը, ինչի, որովհետեւ կա իմաստ եւ կա նպատակ Աստծո գործելակերպի մեջ, ոմանց որոշ անոթների վրա ցույց տա իր ողորմությունը եւ գթությունը, որը հանդիսանում է իր փառքի կարևոր բաղադրիչներ։ Տեսեք, եւ մեր հատվածը արդեն, այսինքն այս երկու հարցերին, երբ որ պատասխանեց 19-ում, առաքյալը երբ որ ասում ապա ինձ կասես էլ ինչու է մեղադրում, նրա կամքին ով հակառակ կկենա, ով հակառակ կենա, ի նկատի ունի որ արդեն հարց կարող է առաջանա եւ ասեն էլ ինչու է մեղադրում, որտեղ ինքը միշտ ճիշտ է, էլ ինչի է մեզ մեղադրում։ Եվ հիմա առաքյալը ներկայացնել է որ դու ով ես որ Աստծուն հակառակ պատասխան տաս, որովհետև Աստված ունի նպատակ, ինչի է այդպես վարվել։ Աստված ուզում է որ մարդիկ տեսնեն իր ամբողջական փառքը, այսինքն ոչ միայն փառքի որոշ բաղադրիչներ, արդարությունը, բարկությունը, սրբությունը, այլ նաև տեսնեն նրա ողորմությունը եւ գթությունը եւ սերը։
Այսինքն նրա համբերությունը եւ երկենամտությունը, այսինքն ամբողջական նրա փառքը տեսնեն, որտեղ մենք արդեն նախորդ զանազանության մեջ ասացինք, որ ընդհանրապես Աստծո հատկությունների ամբողջությունը դա հենց կոչվում է Աստծո փառք։ Մենք աստվածաբանության մեջ ունենք այս առարկան, անցյալ անգամ նույնպես շեշտեցի, դոքսոլոգիա, որ ուսումնասիրում է Աստծո փառքը, եւ եթե հիշում եք Մովսեսը 33 գլխում երից ասում էր ինձ քո փառքը ցույց տուր, եւ մենք տեսնում ենք որ Աստված անցավ եւ հրճակեց իր հատկությունները, ես մարդասեր Աստված եմ, ողորմող եմ, մեղավորին պատժող Աստված եմ, այսինքն եւ կողորմեմ ում որ կողորմեմ, կգթամ ում որ կգթամ, սրանք բոլորը ամբողջացնում են Աստծո փառքը, այսինքն Աստծո հատկությունների ամբողջությունը եւ Աստված արդեն 20-ից 24 համարներում առաքելը ցույց է տալիս թե ով ենք մենք եւ ով է Աստված եւ այն հարցադրումը թե հապա ինձ կասես էլ ինչու է մեղադրում սխալ կհնչի ինչի որովհետեւ առաքելը պատասխանեց ինչու է մեղադրում Ինչու է մեղադրում, որտեղ մեղադրում է քո մեր աներևությունների համար։ Ճիշտ է, հիշում եք մենք ընթերցեցինք որոշ հատվածներ, մեղադրում է մեր խոսքերի համար, մեղադրում է մեր գործերի, անհավատության, մեր աննազանդության, մեր ցանկությունների համար։ Ամեն դեպքում Աստված մարդուն երբեք չի մեղադրում չընտրվածության համար, այլ մեղադրում է իր ազատ կամքը օգտագործելու, այդ ազատ կամքով որոշումներ եւ Աստծուն հակառակ կամք ցուցաբերելու համար։ Դրա համար անձադատապարտվում։ Դրա համար հարցը ապա ինձ կասես ինչու է մեղադրում, արդեն ինքը պատասխանել է վերևում։ Այսինքն ցույց տալով երկու անձերի Մովսեսի պարագայում, երբ որ խոսում է որ որոշակի մարդկանց ես կողորմեմ, իմ ազատ կամքից ելնելով եւ փարավոնին թույլ տվեցի, որպեսզի նա խստանա, թողնելով նրան իր ազատ կամքին։ Այսինքն եւ մենք տեսնում ենք որ ամեն դեպքում ամբողջացնում է առաքյալը այս հարցերի պատասխանը հիմա արդեն մենք մի քիչ նորից կընթերցենք 20-ից 24 որպեսզի անդրադառնանք արդեն Աստծո կարևոր սկզբունքներին հարցը առաջանում այսինքն այս հարցը ապա ինձ կասես էլ ինչու է մեղադրում նրա կամքին ով հակառակ կկենա պատասխանը հնչում այսպես բայց դու ով ես մարդ եւ այստեղ առաքյալը օգտագործում է աստվածաշնչյան կարևոր շատ սկզբունք որը շատ հաճախ կարմիր գծով ասում ամբողջ Աստվածաշունչում։ Միշտ նույնիսկ ծննդոց գրքից է Աստված այս սկզբունքը առաջ քաշում։ Ես կավագործեմ, դուք հող։ Հենց ծննդոց գրքի հենց երկրորդ գլխից, որ շատ հաճախ մենք հատվածի մեջ լեքսիկոլոգիական անալիզ չանելով չենք տեսնում սա։ Երբ որ ասում է եւ Աստված մարդուն հողի փոշիից շինեց, այդ շինել բառը մենք կարդում ենք շինեց, բայց իրականում գրած է ծեփեց եւ ցույց է տալի որ մարդը ծեփված է, կավից ծեփված է։ Այս սա կարևոր սկզբունք է։ Եվ սա այն կարևոր սկզբունքն է, որով Աստված մարդուն խոնարհեցնում է։ Ճիշտ հասկացեք խոնարհեցնել բառի նշանակությունը։ Թույլ է տալիս, որպեսզի մարդը հասկանա իր եւ Աստծո տարբերությունը։ Տեսեք 5 կտակարանում, եթե դուք կանրադառնաք սրան, այ հենց խնդիրը նա էր, որ իսրայելացիները Աստծո փառքը չեն ընկալել։ Նրանց համար փառքը Շեքինան այն ուղակի ահավոր սարի դղրդոցն է, բայց Աստված հիշում եք ինքը առաջ է քաշում սրբության ընթացքը։ Ցույցատալի կա պղծություն եւ կա սրբություն, իմ հետ մի վարվեք այնպես ինչպես ձեր կուրքերի հետ ժամանակին վարվում եք։ Այսինքն ցույցատալի իր փառքը, դարձյալ ցույցատալի իր հատկությունները իր նպատակից ելնելով եւ հիմա այս հատվածում սա ենք մենք տեսնելու, այսինքն ամեն դեպքում ներկայացնելով, որ ես ծեփողն եմ, դուք ծեփված եք, այստեղ այս կարևոր բարիերը հաղթահարվում, այսինքն մարդը հասկանում է ով է ինքը։ Այսինքն մեր հատվածի մեջ կտեսնենք առաքյալը մի քանի կոնցեպտ է, 5 կոնցեպտ առաջ քաշում։ Առաջինը ցույց է տալի, որ իրականում Աստծո մոտ կա մտահղացում, այսինքն այն հատկությունները, որ Աստվածաշնչում տեսնում ենք Աստծո կողմից նախախնամություն որպես կիրառված մարդկության վրա, մարդկության պատմության վրա, այդ ընթացքի վրա, մենք տեսնում ենք, որ դա նպատակ ունի։ Դա հենց այնպես չի, որ Աստված այդ հատկություններն օգտագործում է։ Այն նպատակ ունի նախորոք սահմանված։ Եվ այդ նպատակից ելնելով Աստված այդպես վարվում, ինչը նաև վերաբերվում է մարդու ազատ կամքին թողնելով, այսինքն դատապարտության մարդու պատասխանատվության հարցի վերաբերյալ եւ նաև իր գթության ողորմության որոշ անոթների վրա իր փառքի համար։ Այսինքն մենք տեսնելու ենք, որ Աստծո ընդհանուր ծրագրի հիմքում ընկած է գերիշխանությունը, որը առավել արտահայտում է նրա փառքը։ Այսինքն Աստված
ունի իրական փառք եւ անցյալ ձայնագրության մեջ շեշտեցինք եւ կան արարածներ կլինի հրեշտակային աշխարհում, կլինի մարդկային էությունով, որոնք հավակնում են կամ որոնք ակնկալում են Աստծո փառքը իրենց վերագրել եւ դրա համար Աստված ասեց ես իմ փառքը ուրիշին չեմ տա, այսինքն իմ հատկությունները, այս իմ հատկությունների արտահայտությունը եւ իմ հատկությունների ներմուծումը մարդկային կյանք, ես թույլ չեմ տա որ դուք այն վերագրեք կուռքերին Ես այլ եմ կուռքերից, ես այլ եմ ձեզանից եւ մենք հատվածներ կկարդանք, որտեղ 5 կտակարանում նույնիսկ Իզրայելին Աստված ասում է, ինձի կավի տեղ եք դրել, այսինքն դուք կավ լինելով ինձ եք կավի տեղ դրել, այսինքն մի մտածում եք, որ ես էլ մի կավ եմ եւ մի կավը ստեղծում եւ ցույց է տալի այս տարբերությունը եւ ես կընթերցեմ այդ հատվածները, տեսեք ինչքան կարեւոր է, որ մենք հասկանանք 20-ից 24 համարում ինչի համար է առաքյալի երրորդ կոնցեպտը պատասխանում։ Կա արդյոք իմաստ եւ նպատակ այս ամեն ինչի մեջ, այսինքն այնինչ որ Աստված ցույց տվեց, որ ինքը արդար է մարդու ընտրության հարցում եւ նաեւ պատասխանատվության հարցում մարդը պատասխանատվություն է կրում, այս ամենը իմաստ ունի եւ նպատակ, որտեղ դա Աստծո ծրագիրն է։ Այսինքն այստեղ հարցադրումը 19 համար ապա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում նրա կամքինով հակառակ կենա, հարակից բայց դու ով ես, որ Աստծուն ասես ինչի ինքը այդպիսի ծրագիր ունի։ Այսինքն դու մարդը, ասեք, ունկնդիրը տեսնում է, սիրելիներս, բարդ հատվածը դրա համար փորձում եմ մի քանի ձևով բացատրեմ։ Ունկնդիրը տեսնում է, որ Պողոս առաքյալի բացատրությունը անիրավություն կա Աստծո մոտ թե ոչ ճիշտ է։ Ինքը հասկանում է, հա, այսինքն Աստված ոմանց թողնում է իրենց ազատ կամքին, ազատ կամքով մեղք գործողներին դատապարտում է արդարորեն, այսինքն դժոխքում իրականում ուղղակի արդարորեն ավարվել նրանց հետ։ Բայց ոմանց իր նպատակներից ելնելով, ոմանց վրա կիրառել է իր գթությունը եւ ողորմությունը։ Ինչու կոնկրետ նրանց վրա, որևէ մեկը չի կարող պատասխանի։ Դա Աստծո ազատ կամքն է։ Նրա ազատ կամքի արտահայտությունն է, այսինքն ողորմությունը եւ գթությունը փրկության առումով, այդ որը արտահայտվում է սուվերեն անկախ ընտրությունից, մարդու հատկությունից անկախ ընտրությունից, դա Աստծո ազատ կամքի արտահայտությունն է։ Այստեղ այնպես չի, որ մարդիկ ուզում էին փրկվեն, Աստված նրանց չփրկեց։ Այսպես է, բոլորն են ուզում Աստծուն մերժեն եւ բոլորն են մերժում Աստծուն, բայց Աստված մի քանիսին այդ մերժողներից քաշում է իրեն, իր նպատակներից ելնելով, որտեղ ինքը նպատակ ունի ցույց տալու իր ողորմությունը եւ գթությունը, իր փառքի համար, որը իր նպատակն է գերագույն։ Մենք հիմա սա տեսնենք ենք, այսինքն, երբ որ հարցը նորից գալիս է, ապա ինձ կասես ինչու է մեղադրում, կոնկրետ առաքյալը պատասխանեց ինչու, քո ազատ կամքով, քո անհազանդության համար։ Բայց ես ունեմ ծրագիր եւ հարցը էլ ինչու է նրա կամքինով հակառակ կկենա, այսինքն նա իր կամքը ճիշտ է անում, մենք հակառակ չենք կենա, դուք չմեղադրի, առաքյալը ասում է դու ով ես, որ Աստծուն ասես ինչի է ցույց տալի իր բարկությունը։ Դու ով ես, որ Աստծուն ասես ինչի է ուզում ցույց տա իր ողորմությունն ու գթությունը։ Այսինքն մենք իրավունք չունենք եւ այս իրավունքը գալիս է 20-24 համարերում ներկայացնելով ով ես դու եւ ով է Աստված։ Այսինքն դու քեզ վերագրում ես մի իրավունք, որը իրականում չունես։ Այսինքն որովհետեւ մեկը Աստծուն չի կարող ասի Տեր Աստված, ինչի ես օգտագործում քո ազատ կամքը, բայց դու ով ես, որ Աստծուն ասես ինչի ես քո ազատ կամքը օգտագործում։ Դու միայն Աստծուն կարող ասես Տեր Աստված, ինչի մեզ չես դատում, որտեղ ինքը պարտականություն է վերցրել, որ մեղավորին պիտի դատի, եթե չդատի անարդար կլինի, իսկ եթե դատում է արդար է վարվում։ Այսինքն այստեղ չկա անարդարություն, որտեղ ինքը հարցադրումը սա է, միթե Աստծո մոտ անիրավություն կա, ինքն ասում է ոչ, անիրավություն չկա ընտրության հարցում։ Եվ ոչ էլ մարդու պատասխանատվություն կրելու հարցում, դատապարտության հարցում նույնպես անիրավություն չկա, վարվում է արդար։ Եվ ազատ կամքն է կիրառում իր, բայց հիմա ներկայացնում է, որ սա այս ամենը գալիս է իր գերագույն նպատակներից։ Այսինքն երբ որ ամեն անգամ մենք նայում ենք Աստծո հատկությունների նախախնամության օղակներում արտահայտության առանց Աստծո ծրագրի, մենք այդ հատվածը սարքում ենք մարդակենտրոն, բարձրացնում ենք մարդու դերը։ Բայց երբ որ դամարիկի 20-24-ում խոսում է արդեն Աստծո տեսանկյունից, ինչի է ինքը կիրառում այդպես, ինչի է օգտագործում փրկության առումով ընտրությունը եւ դատապարտության առումով մարդու պատասխանատվությունը, ինչի, որովհետեւ ինքը նպատակ ունի, որ բոլոր իր հատկությունները ցույց տա, որովհետեւ մեկը չի կարող ասի ինչի ես ուզում քո փառքը ցույց տաս։ Այ ամբողջ խնդիրը սրա մեջ է։ Դա նրա գերիշխանությունն է եւ ինքը մեր հատվածում ցույց է տալու, որ ինքը իշխանություն ունի իր ստեղծածի վրա, ինչպես բրուտը իշխանություն ունի կավի վրա։ Սա որտեղ ինքը հեղինակն է, այսինքն երբ որ դուք ինչ որ մի բան կոմպյուտերում ինչ որ մի ծրագիր ուզում եք գցեք կոմպյուտերի մեջ, այդտեղ երբ որ դուք անցնում եք կետերով, ինքն ասում է դու իմ պահանջներին համաձայն ես, դուք օքեյ եք դնում, նոր ինքը թույլ է տալի որ դուք այդ ծրագիրը գցեք, իսկ սա հեղինակի իրավունքն է,
որովհետեւ մեկ եթե դուք այդ OK-ը չդնեք, ծրագիրը չի գնի ձեր կոմպյուտերի, ձեր համակարգիչի մեջ։ Այսինքն դա հեղինակն է դրել եւ մեծ մասամբ այդ իրավունքի մեջ այս կետերը կա, շատ անգամ մենք չենք կարդում, ավտոմատ կերպով դնում ենք այդ OK-ը, բայց իրականում կա, որ այդ ծրագիրը երբեք չփոխեք, օգտագործեք այնպես, ինչպեսին հեղինակ այն արել է։ Եվ կամ դուք երբ որ մի առարկա առնում եք, դրա հետ անձնագիր են տալի, չէ՞, կլինի փոշեկուր, կլինի սառնարան, տալիս են անձնագիր, որի մեջ գրված է նրա խարակտերիստիկան, այսինքն նրա բնութագիրը, ինչ հոսանքի տակ օգտագործել, ինչպիսի տեղում նրան պահել, ինչպես դրա հետ չաշխատել, ինչպես դրան չմիացնել, ինչպես դրան չանջատել, որ չվնասվի, այսինքն ցույց է տալի հեղինակը ինչ նպատակի համար է ստեղծել եւ ինչ պարագաներում այն կարա կիրառվի ճիշտ։ Այսինքն եթե դուք դրա հետ չհամաձայնվեք, հակառակն անեք, կփչացնեք, եւ եթե դուք համակարգի պարագայում այդ OK-ը չդնեք, հեղինակը թույլ չի տա, որ դուք այդ ծրագիրը կիրառեք կամ օգտագործեք։ Սա շատ կարեւոր է եւ մեր հատվածում մենք հիմա սա ենք տեսնելու։ Ամեն դեպքում Աստված մեղադրում է մարդուն իր անօրենության, խոսքերի, գործերի, անհավատության եւ ցանկությունների համար, որը նրա ազատ կամքի արտահայտությունն է իր մեղավոր բնության օղակներում։ Աստված նրա կամքի վրա չի ճնշում, նրանց որոնց փրկել, այ նրանց կամքի վրա Աստված ճնշում է նրանց քաշելով։ Հիմա եւ ինքը այս պարագայում արդար է, որովհետեւ մի ձևի անարդար չի վարվել։ Այսինքն Աստված երբեք մարդուն չի մեղադրում իր չընտրվածության հարցում, այլ մեղադրում է իր մեղավոր գործունեության առումով, որովհետեւ մեկը չի կարող ասի Տեր Աստված ինձ ինչի չես ընտրել, որովհետեւ Աստված չի վերցրել պարտականություն, որ որևէ մեկին պիտի ընտրի։ Դա իր ազատ կամքի արտահայտությունն է։ Նորից տեսեք, ես մի քանի անգամ նորից կրկնվեցի, բայց սա կարևոր է, որ մենք հասկանանք ինչ միտք կա զարգացնում, որտեղ բարդ է հատվածը։ Առաքյալը տեսեք 14-ից 24 համարներում կարևոր 3 կոնցեպտ է զարգացնում՝ ցույց է տալի Աստծո արդարությունը, ցույց է տալի մարդու պատասխանատվության կրելու հատկությունը դատապարտության առումով եւ ցույց է տալի, որ այս ամենը իմաստ եւ նպատակ ունի, որը գալիս Աստծո ծրագրից։ Այսինքն Աստված սպանտան է, հենց այնպես չի կիրառում այդ հատկությունները, այդ հատկությունները իր մտահղացումից է գալիս։ Նա ուզում է այդ հատկությունները ցույց տա։ Հիմա եկեք անդրադառնանք արդեն 20-ից 24 համարներին, նորից ընթերցենք եւ կոնկրետ խոսենք արդեն Աստծո ծրագրի եւ նպատակների մասին։ Եկեք ընթերցենք։ Բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս, միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ։ Շատ կարևոր է։ Միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածից շինե մեկը պատվի անոթ եւ մյուսը անարգության։ Եվ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը, շատ երկայնամտությամբ համբերեց բարկության անոթներին, որ կորուստի համար պատրաստ էին։ Ես անցյալ անգամ շեշտեցի, որ այստեղ կա երկու տարբեր բառեր, մեկը կատարտիզո, այսինքն անձը ինքն իրեն պատրաստել է դրա համար, այսինքն ինքը արդեն պատրաստ է դատապարտության, լցրել է իր բարկության չափը, եւ մյուսը մեկ այլ բառ է հակաթեզիս պրոտիմազո բառն է, որը նշանակում է նախորոք պատրաստել, նախորոք նրան ձև տալ, ճնշելով նրա վրա ձև տալ։ Սա կարևոր է, որ մեզ եւ հետեւից կարող որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը 23 համարում ողորմության անոթների վրա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար, այսինքն վերևի պարագայում, որոնք պատրաստ են կորուստի համար, մեր հայերեն թարգմանության մեջ պատրաստված էին, սխալ է, ռուսերենում կա գոտովի, այսինքն պատրաստ են։ Եվ հիմա եկեք անդրադառնանք սրան, այսինքն այս 19 համարում ապա ինձ կասես ինչու է մեղադրում, նրա կամքին ով հակառակ կկենա, այս հարցադրումին առաքյալը պատասխանում է 20 համարում ասում է միթե բրուտը, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս։ Մենք եկեք անդրադառնանք առաջինը մի քանի կարևոր սկզբունքներ կա, որ կուզեմ 5 կարևոր սկզբունք կա այս հատվածում, որոնք ցույց են տալի, որ այս ամենը իմաստ եւ նպատակ ունի։ Առաջինը կարճ իմաստ եւ նպատակ, եկեք մի քանի բառերից երևում է, որ Աստվածաշնչում այս հատվածի մեջ առաքյալը ցույց է տալի իմաստը Աստծո եւ նպատակ ունենալը։ Եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, այս մի քանի դիտարկումները անենք, այսինքն որն է Աստծո մտահղացում այս ամենի համար, որ կիրառում է իր արդարությունով ընտրությունը եւ նաեւ թույլ է տալի մարդու ազատ կամքով մարդուն պատասխանատվության առումով դատապարտության տանելու։ Հիմա առաջինը, տեսեք 20 համարում մենք կարդում ենք, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս, ուշադիր լսեք, կա հերմենևտիկայի օրենք, հա, մի քիչ փորձեմ դες բացատրեմ։ Ամեն անգամ, երբ որ մենք ուզում ենք տեսնենք հատվածի մեջ կա նպատակ, կան բառեր, որոնք դա շեշտում են, բանալի բառեր։ Օրինակ մեր հատվածում 20 համարում կարդում ենք. միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ։
Այս ինչուն նշանակում է նպատակ կա։ Ինչու ինձ այդպես արեցիր։ Հարց է տալիս եւ ուզում է իմանա նպատակը։ Այսինքն երբ որ առաքյալն ասում է այս ամեն իմաստ ունի, այս ինչ որ կիրառեց Աստված, ինչու ինձ այդպես արիր, դա նշանակում է ինչ նպատակներից ելնելով ինձ հետ այդպես վարվեցիր։ Երկրորդը, երբ որ նայում ենք 21 համարին, տեսնում ենք անոթների տարբերություն կա՝ պատվի անոթ եւ անարգության անոթ, որոնց վրա ինչ որ գործողություն կա կիրառելու, որը պիտի ինչ որ բան ցույց տա։ Այսինքն մենք տեսնում ենք նույնպես նպատակ, տեսեք, առաջինը ինչու 20 համարում, երկրորդը այս հատվածը 20-ից 24 համարը ներծծված է Աստծո իմաստությունով եւ նպատակներով, այսինքն Աստծո ծրագիրն է արտահայտում։ Բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան տաս կամ Աստծո նպատակների դեմ պատասխան տաս կամ Աստծո գործելակերպի, որը նրա նպատակներից է։ Միթե ստեղծվածը կասի իր ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ։ Միթե ստեղծվածը կասի, որ ինչու դու այդպիսի նպատակ ունես։ Մյուսը, միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածից շինե, մեկը պատվի անոթ, մյուսը անարգության անոթ, նույնպես նպատակ ենք տեսնում 22-ում, եւ տեսնում ենք, որ կամենում է ցույց տա, տեսեք, եւ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ, այս կամենալը, կամք արտահայտելը գալիս է նպատակներից, այսինքն նպատակ կա, որ ինքը կամենում է, որովհետեւ մի բան, որ դուք ցանկանում եք, նպատակ կա։ Եվ ինչու, եթե Աստված կամենում էր ցույց տալ կամ 23 համարում, եւ որ հայտնի ցույց տա իր փառքը, այսինքն իր փառքի մեծությունը, իր ամբողջ փառքը, եւ որ հայտնի ցույց տա, այսինքն 20-ից 24 համարներում արդեն Աստված ներգործում է ցույց տալով, որ կա նպատակ այս ամեն ինչի մեջ։ Այսինքն մեր առաջի դիտարկումը արդյոք կա նպատակ, կա իմաստ, այո, այս ամենի մեջ կա իմաստ, եւ հետաքրքիր է, որ այսպես տեսնելով մենք նոր հասկանում ենք, որ ինչու է Աստված թույլ տալի պատմության ընթացքում որոշ պարագաներ, ինչու Աստված թույլ տվեց, որպեսզի Իսրայելը գնա Եգիպտոս, ինչի Աստված Եգիպտոսից հանեց, ինչի Աստված թույլ տվեց, որ Իսրայելը գնա Եգիպտոսից հետո Բաբելոնի գերության մեջ, Բաբելոնի գերությունից հանեց, ինչի թույլ տվեց, որ տաճարը քանդվի։ Ամեն անգամ, երբ որ դուք կնայեք ընդհանուր 5 կտակարանի գործողությունները, ինչպես Աստված վարվում իր ժողովրդի հետ, ուշադիր կտեսնեք, որ դա կա Աստծո մտահղացումը, այսինքն եւ Աստված ասում է, ես սա արեցի, որպեսզի ձեզ այս վիճակին բերեմ, ես սա արեցի, որպեսզի դուք ճանաչեք ինձ, որ ես այսպիսին եմ, այսինքն դա նպատակ եւ իմաստ ունի, հենց այնպես չի, որովհետեւ օրինակ տեսեք, երբ որ մենք խոսում ենք եւ եթե ամեն անգամ մենք չնայենք հատվածին այս տեսանկյունից ով Աստված ով ենք մենք եւ նրա նպատակները հաշվի չնստենք, մենք այդ հատվածը մարդակենտրոն ենք անում, այսինքն բարձրացնում ենք մարդու արժեքի դերը, որտեղ մարդը ամբողջությամբ ձեռք է բերում պարծանք եւ փոքրանում Աստծո շնորհքի կամ Աստծո դերը, այսինքն գործելակերպի մեջ։ Եվ որpիսի սա չլինի, մենք պետք է հասկանանք, որ 20-ից 24 համարը ուղղակի մեր տեսանկյունը սարքում է աստվածակենտրոն, այսինքն մենք հասկանում ենք ինչի համար Աստված այսպես վարվում։ Հիմա այսինքն որ Աստված ղեկավարում է ընթացքը աշխարհի, դա գալիս է իր նպատակներից, ինչի համար ինքը թույլ տալի վերջի 7-նյակ, ինչի համար է թույլ տալի Իսրայելի մեծ նեղության մեջ ապաշխարելու, ինչի հիմա չի Իսրայելին կանչում, այսինքն դրանք բոլորը Աստծո նպատակների հետ են կապված։ Երկրորդ դիտարկումը 20 համարում, եւ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ, չէ, կամ ներողություն եմ խնդրում 20 համարում, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս։ Միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ։ Երբ որ մենք անդրադառնում ենք, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ հակառակ պատասխան ես տալիս, այսինքն դու արգելում ես, որ Աստված իր ազատ կամքը արտահայտի, անմիջապես ասում է, միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին։ Բառը, որ մենք կարդում ենք ստեղծված, մեզ համար մի քիչ հասարակ է հնչում, ստեղծված։ Իրականում բառը պլազմա բառն է, որը նշանակում է ապրանք, առարկա կամ իզելիա, տեսեք ռուսերենի մեջ թարգմանել են իզելիա, այսինքն ճիշտ կլինի ասել ավելի դա բառը ծեփվածը, ցեխից ծեփվածը, ծեփված, այսինքն կամ նկարվածը, այսինքն արտադրված ինչ որ մի բան, կամ ստեղծված, պատկերվածը կամ կավե առարկան, սրա մասին է խոսքը։ Միթե ծեփվածը, ստեղծվածը կասե իր ստեղծողին,
Սա մենք չենք տեսնում հայերեն թարգմանության մեջ, բայց ռուսերենի մեջ պարզ երևում է։ Տեսեք, ես չեմ ասում ռուսերեն թարգմանությունը որոշ հատվածներում լավ հնչում է, ճիշտ բնագրի միտք արտահայտում է հայկական թարգմանությունը, սինոդալն է շեղում, որոշ թարգմանությունների մեջ ռուսականը, հայկականն է շեղում։ Այսինքն դրա համար պետք է բոլոր թարգմանություններից օգտվենք, առավել կարևոր է օգտվենք ընդհանուր բնագրի, այսինքն ճիշտ ընկալենք հեղինակի միտքը, սրա համար շատ կարևոր է, որտեղ կան նաև գործիքներ, պատսրոճտիկներ կան, որոնցով մենք կարողանում ենք թե Սեպտուագինտայի հատվածները նայենք, այսինքն կարողանում ենք տեսնենք բնագրի մեջ ինչ բառ է օգտագործված եւ ինչ միտք է արտահայտում։ Ամեն դեպքում այստեղ նույնպես մենք չենք տեսնում 20 համարում հայերում, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս, այսինքն որ ցույց է տալի մարդը կարա Աստծո դեմ հակառակվի, գալիս է մի անհասկացողությունից, որ մարդը չի հասկանում, որ ինքը Իզրայելի է ապրանք է, իսկ Աստված այդ ապրանք ստեղծող է։ Այսինքն ինքը մտածում է, որ ավելի իմաստուն է ինքը այդ կավը, քան թե կավագործը։ Սա երկրորդ դիտարկումն է անում։ Տեսեք, առաջինը մենք տեսանք կա իմաստ այս ամենի մեջ, բառերը կարդացինք, որոնք ցույց են տալի, որ իմաստ կա, հենց այնպես չի Աստված կիրառում դա։ Երկրորդ մենք տեսնում ենք, որ ապրանքը ստեղծվածը պլազման չի կարող ավելի իմաստուն լինել, քան նրա ստեղծողը, եւ մենք կարդում ենք համարում, միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Եկեք անդրադառնանք սրան։ Սա նշանակում է կոնկրետ ստեղծվածը չի ընկալում տարբերությունը արարչի եւ իր արարած լինելու։ Սա նույնպես շատ կարևոր է։ Ես մի փոքր արդեն նախորդ ասացի այս մասին, որ կա իշխանություն, իրավունք, այսինքն կա հեղինակի իշխանությունը կամ իրավունք արտահայտելու կամքը։ Եվ սա ամբողջական, այսինքն Աստված իշխանություն ունի, իրավունք ունի իր հեղինակությունն օգտագործի իր ստեղծածի վրա։ Եվ հետաքրքիր է, որ այս հատվածի մեջ առաքյալը արդեն այս հարցով ինքը կոտրում է այն կարծրատիպը, որ մարդը կամ այդ ապրանքը ինքը իրանից ինքնարժեք ունի։ Սա կոտրվում է։ Անցյալ անգամ ես ասացի, որ եթե ուշադիր նայեք առաքյալ ծննդոց գրքում, մի քիչ հետո մենք կանադառնանք, օգտագործում է, որ նաև մենք ցեխ ենք, մենք կավ ենք, եւ սա կարևոր սկզբունք է։ Սա կարևոր սկզբունք է, որ կոտրում է մարդու ինքնարժեքության այդ կարծրատիպը հասկացողությունը։ Շատերը գալիս են հոգևոր դաշտ, իրենց հետ բերում են այս ինքնարժեքությունը։ Այսինքն ինչ նշանակում ինքնարժեքություն։ Մարդը մտածում է ինքը իր մեջ արժեք ունի, ինքը մի շատ կարևոր մեկն է, դրա համար Աստված իրան ընտրել։ Կամ ինքը շատ կարևոր, ինքը Աստծո համար մի շատ կարևոր անոթ է, քանի որ ինքը իր մեջ արժեք ունի, դրա համար Աստված մարդուն սիրեց եւ փրկեց։ Չէ, եթե դուք ուշադիր եք, միշտ մենք անդրադառնում ենք հատվածներին։ Աստված ասում է, ես ձեզ փրկում եմ ոչ թե ձեր համար, այլ իմ փառքի համար, իմ անվան փառքի համար։ Այսինքն Աստծո համար գեր կարևորությունը իր փառքն է, ոչ թե մեր արժեքը։ Այսինքն մարդը ինքը իրանից արժեք չունի, թե Աստված ուզենա ամեն ինչից կարա մարդ ստեղծի։ Այս ամբողջ խնդիրը, որ մենք սխալ ընկալում ունենք։ Ինչ արժանք։ Օրինակ տեսեք, երբ որ մենք անդրադառնանք թաշկինակը 500 դրամ, այսինքն ինքը իր ինքնարժեքով ոչ մի բան է։ Կարա կոշիկները մաքրեք, շպրտեք։ Թաշկինակը ասենք 500 դրամ է, հիմա կարա ավելի էժան լինի, կարա 70 կոպեկ լինի։ Հարցը նրա մեջ է, որ ինքը արժեք չունի, բայց օրինակ կա անձ, ում համար այդ թաշկինակը թե $1,000,000 տակ ինքը չի տա, որտեվ այդ թաշկինակը իր մահացած կնոջ հիշատակն է, այսինքն ինքը այդ թաշկինակին արժեք է տվել։ Այդ թաշկինակը ինքը իր մեջ արժեք չունի, բայց այդ անձի համար, քանի որ այն հիշեցնում է շատ կարևոր մեկին, ինքը այդ թաշկինակին արժեք է տվել։ Կարում եք, այսինքն այստեղ ոչ թե արժեքը թաշկինակի մեջ է, այլ թաշկինակին արժեք տվողի։ Դրա համար շատ հաճախ ինչ է նշանակում ինքնարժեք։ Ինքնարժեք հասկացողությունը դա նշանակում է մարդը մտածում է, որ ինքը Աստծուց դուրս արժեք ունի։ Ոչ երբեք սերնես։ Աստծո մեջ, Քրիստոսի մեջ միայն անձը արժեքավորվում է։ Այսինքն որտեղ Աստված նրան արժեք է տալիս, որտեղ իր որդու արյունն է կիրառել, իր որդու արդարությունն է դրել նրա վրա։ Այդ ժամանակ է նրան արժևորում, բայց ինքը մարդը ինքը իր անձի մեջ արժեք չունի։ Սա պիտի հասկանանք։ Եվ սա մի կարևոր սկզբունք է, որ թույլ է տալիս, որպեսզի մարդու կյանք գա Աստծո վախը, այսինքն մարդը հասկանում է ով է Աստված, ով է ինքը։ Մարդը հասկանում է, որ առանց Աստծո ինքը արժեք չունի։ Հիշում եք Ծննդոց գրքում, եթե անդրադառնանք Ադամ եւ Եվան,
Սատանան ինչ խաբեց, ասես դուք աստվածներ կլինեք, այսինքն դուք կարևոր եք, դուք կարաք Աստծո նման լինեք, եւ երբ որ իրանք ճաշակեցին մեղքը, չար ու բարի ծառա, ուսենքը ձեռք բերեցին ալտերնատիվ ընկալում, իրանք որոշեցին ինչա ճիշտ, ինչա սխալ, ոչ թե Աստված էր որոշում, այսինքն արժեքային համակարգից դուրս ինչ տեսան առաջինը, իրանք ինչ է, մերկությունը, ինչ է նշանակում մերկություն, որ Աստված չեն, որ պարզապես հող են, հիշում եք ինչ է ասում Աստված, հող էիր, հող լինես, այստեղ պետք է ճիշտ հասկանաք, այսինքն դու ծեփված ես եւ ծեփված հող լինես, հողի փոշի էիր, հողու փոշիդ չինես, հող լինես, ինչ էինք ասում, այստեղ Աստված ոչ թե ցույց է տալի երկու սուբստանցիաների տարբերությունը, որ հոգին գնում է կամ մարմինը մնում է, սրա մասին չի խոսք, այլ արժեքն է ցույց տալի, հող էիր, հող դառնաս, ցույց տալի որ անարժեք ես դու, այսինքն իմ աչքի առաջ իմ նպատակներից ընկար, հող էիր, հող դառնաս Ինչքանով էլ որ ռնգուկներից կենթանության շուրջպես մարդը կենթանի հոգի եղավ, խոսքը սրա մասին չի, այլ ցույց է տալի, որ դու անարժեք ես։ Այսինքն ինձնից հեռանալով, սա կարևոր սկզբունք է, որ մենք հասկանանք։ Հենց աշխարհը սրա մեջ է։ Աշխարհի սկզբունքը, եթե դուք նայեք, երբ որ Արաքյալն ասում է աշխարհը մի սիրեք, ինչ է նշանակում։ Աշխարհը այն համակարգն է, որտեղ մարդն է արժեքավորում երևույթները։ Տեսեք, հոգևոր անձի համար արժեքը Աստծուց է գալիս, այսինքն Աստված ասում է սա կարևոր է, սա ոչ։ Այսինքն հոգևոր անձը Աստծո արժեքային համակարգի մեջ է դիտարկում կյանքը։ Ինքը հասկանում է ինչն է կարևոր։ Օրինակ վերցնենք, Հիսուսն ասաց՝ մի վախեցեք, որ ձեր մարմինը կսպանեն։ Այսինքն այլ ձեր հոգու համար մտածեք։ Այսինքն հոգևոր անձը հասկանում է, որ կարևոր է հոգին, ոչ թե մարմինը։ Կամ գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում հոգևոր անձը հասկանում է, որ կյանքում ինչ որ դու պիտի անես, կարևոր է որ քո արածը երկինք մտնի, կարևոր է որ երկնքի համար անես, այսինքն հավիտենականությունն է կարևոր, քան թե ֆիզիկական այս կարճ ընթացքը, բայց աշխարհիկ մարդու համար ինքը ինքն է արժեքավոր, աշխարհիկ մարդու ասում է նաղդը, հիմա կարևոր է հիմա, ուտեմ խմեմ, ինչ կլինի հետո չպետք չի ինձի, այսինքն ինքը կարևորում է իր արժեքային համակարգում կարևորում է ներկան, հիմա Աստվածաշունչը հոգևոր առումով մարդու ներկան կարևորում է, այո, կարևորում է, բայց այդ կարևորությունը ներկայի անդրադառնում է հավիտենական, այսինքն ինչն է կարևոր ներկայում հոգևոր մարդու համար, այն ինչ է, որ հիմա ինքը անում է, որը հավիտենական նշանակություն ունի։ Այսինքն սրանք շատ կարևոր է, այսինքն արժեքային համակարգը, երբ որ խախտվում է, ինչից է գալի, երբ որ մարդը չի հասկանում ով է ինքը եւ ով է Աստված, եւ ինքը չիմանալով փորձում է Աստծուն իմաստություն սովորեցնի։ Այստեղ է խնդիրը ամբողջ։ Դրա համար այս հատվածում, երբ որ մենք կարդում ենք միթե ստեղծվածը կասի իր ստեղծողին, առաքյալ ես բարիերն է կոտրում։ Ով ես դու։ Մի հատ մտածի դու ով ես ով Աստված։ Ինչպես Աստծուն կարաս ասես դու դա։ Այսինքն երբ որ դու դա ասում ես, դու չես հասկացի ով ես դու ով Աստված։ Այստեղ այս խնդիրն է։ Եվ այս պարագայում այս հատուկ այս 20 համար միթե ստեղծվածը կասի ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ, այս սկզբունքը առաջ քաշելով, ցույց է տալի, որ դու սխալ հարցադրում ես անում, որտեղ գալիս է սխալ քո դիրքից, չես ընկալել քո տեղը Աստծո առաջ։ Հենց սա այս Պողոսի սկզբունքը ուղղակի ներկայացնում է, որ մենք ապրանք ենք, բայց գիտեմ շատերի համար այս բառը կարող է գայթակղություն լինի, բայց այդպես է, բնագիրն է։ Աստված ասում է այդ մասին, մի քիչ մենք կանադառնանք այդ հատվածի նաև Ծննդոց գրքը, տեսնենք ինչ բառ է օգտագործված։ Տեսեք, սա շատ կարևոր է ցույց տալու, որ մենք ընկալենք, որ մենք ձեռի գործ ենք, եւ այնպիսի մեկի ձեռի գործ ենք, որ իմաստությունով է շինե։ Այսինքն ինքը իմաստությունով է ծեփե մեզ։ Եվ սա ընկալելով, այսինքն կոտրվում է այդ ինքնարժեքության կարծրատիպը եւ մենք կարողանում ենք ճիշտ հասկանալ ինչի է Աստված այդպես վարվում։ Եվ այս ընկալումից արտադրում է, որ Աստված իրավունք ունի մեր կյանքի հետ վարվի այնպես, ինչպես իր մտահղացումն է, ինչը բխում է իր նպատակներից։ Եկեք ընդհանուր կոնցեպտ տեսնենք։ Աստված ինչպես է վարվում հավատացյալների հետ, ինչ նպատակ ունի նրանց հետ վարվելու առաջին։ Մի քիչ վերև 28-րդ համարում, եթե 8-րդ գլխի, տեսանք, որ ում որ նախորոք սահմանեց իր որդու պատկերին կերպանակից լինում։ Այսինքն որպեսզի մեզ նմանեցնի իր որդուն ինչի։ Այսինքն սրբություն դա նշանակում է Քրիստոսին նմանվել։ Ինչի, որպեսզի փառավորենք, արտահայտենք Աստծուն։ Այսինքն Քրիստոսին նմանվելով մենք ցույց ենք տալի ով Աստված, այսինքն փառավորում ենք մեր Հորը, մեր կյանքում հատկությունները առաջ եկած ցույց են տալի ինչպիսին է մեր Հայրը, մենք նմանվում ենք նրան։ Այսինքն դա նպատակ ունի, այսինքն այստեղ երբ որ մենք հասկանում ենք, մենք ինչ նպատակի համար է մեզ ստեղծել,
նոր մենք հասկանում ենք, որ ինքը իրավունք ունի մեր կյանքի բոլոր պարագաները դասավորի այնպես, ինչպես ինքը գտնում է ճիշտ։ Եվ միշտ մենք կանադարանք Հոբի գրքում Հոբն է այս մասին հասկանում։ Տեսեք, օրինակ, մենք չենք դամայց սրանից ելնելով մենք չենք կարող ասենք Տեր Աստված, ինչի ես ինձ հայ ստեղծել, ինչի ինձ շվեյցարացի չստեղծեցիր։ Ինչի ինձ ստեղծեցիր բանվորի ընտանիքում, ինչի ծնունդ առա բանվորի ընտանիքում, ոչ թե իշխանավորի կամ թագավորի պալատում։ Ինչի մենք բոլորս հավասար չենք, ինչի մենք բոլորս ամերիկացիներ չենք։ Սրանք գալիս է ճիշտ քո տեղը չընկալելուց։ Դու չես հասկանում, որ Աստված նպատակ ունի քո համար, եւ այդ նպատակի համար է քեզ այդ տեղ ստեղծել։ Այդ նպատակի համար է քեզ այդ ազգի մեջ ծնել։ Գալու եք, եւ նոր դու հասկանում ես, որ քո ազգության մեջ լինելը դա Աստծո նպատակներից է, նոր նաեւ արժեքավորում կամ կարեւորում ես քո ազգությունը, որտեղ Աստված է որոշել քեզ հայ։ Սրանք շատ կարեւոր սկզբունքներ է, կոտրում են այն սխալ ընկալումները, որոնք ուղղակի կարան մեզ բերեն աստվածաշնչյան հատվածները մարդակենտրոն տեսնելու, բարձրացնելու մարդու դերը, բայց երբ որ մենք հասկանում ենք, որ Աստվածը դա որոշել իր նպատակներից, Աստծո դերն է բարձրանում եւ մեր կյանքում առաջ է գալիս հնազանդություն կամ խոնարհություն Աստծո գործելակերպի նկատմամբ, ոչ թե տրտունջ։ Ինչպես օրինակ իսրայելացին կարասի, ինչի ինձ թույլ տվեցին, որ Բաբելոնի գերություն գնամ։ Աստված նպատակ ունի, որպեսզի խոնարհեցնի եւ ցույց տա, եւ մինչ այդ գնալը ինքն հենց այդտեղ էլ ասում է, այդ կոնտեքստի մեջ ասում է, դուք կավեք, ես կավագործն եմ, ինձի կավի տեղ մի դնեք։ Սա շատ կարևոր է, մենք կանադառնանք հատվածների։ Հիմա եկեք կանադառնանք Հոբի, այսինքն իմ կեցվածքը, ինչի Աստված մարդուն ստեղծել երկու աչքերով, ոչ թե 4 աչքերով, ինչի Աստված մարդուն ստեղծել մի քթով, երկու անցք, ինչի ականջներ տվել, ինչի Աստված մարդուն տվել աչքեր, ականջներ, լեզու, շոշափելու, զգացմունք, ինչի իր նպատակներից ելնելով։ Մենք չենք կարող ասենք Աստված երկու աչքը քիչ է, 4 աչք պիտի տա, երկու հատ էլ հետևը տա իր։ Ամեն ինչ լավ կլիներ։ Այդ մենք ենք այդպես ասում, եւ դա տրտունջ է Աստված, դա նշանակում է մենք չենք հասկանում, որ Աստված իմաստուն է։ Մենք մեզ ավելի իմաստուն ենք կարծում, այսինքն մենք Աստծուն փորձում ենք սովորեցնել։ Դրա համար մեր առաջի մեր դիտարկումը կա արդյոք իմաստ, այո, երկրորդ չի կարա ստեղծվածը ավելի իմաստուն լինի ստեղծողից, չի կարա, այդպես մենք կարանք մեզ ենթադրենք, բայց դա այդպես չի կարա լինի։ Եվ հիմա Հոբի պարագայում եկեք անդրադառնանք, այսինքն մեր ազգությունը, մեր կեցվածքը, կյանքի սոցիալական պայմանները դա Աստծո նպատակներից են, եւ դրա համար մենք հասկանալով սա, Աստծո գերիշխանությունը եւ նրա նպատակները, հնազանդվում ենք Աստծուն, հասկանում ենք, որ Աստված իր նպատակներից ելնելով է մեզ հետ վարվում։ Հիմա մեր կյանքում շատ բաներ թույլ է տալիս, շատ բաներից մեզ հեռու է պահում, ինչի դա իմաստունի, այո։ Տեսեք, հիմա եկեք անդրադառնանք Հոբի 38-րդ գլխի 4-ից 18 համարում, տեսեք Աստված ինչ ասում Հոբին։ Եվ հենց սա է ցույց տալի։ Աստված ասում է Հոբին կանգնի, նախորդ զարմանության մեջ հիշեցի, որ ամեն մեկս կարանք մեզ օրինակ բերենք, ասում է գոտիդ կապի եւ ես քեզ մի քանի հարց տամ։ Եվ գիտեք ինչ հարցեր է տալիս, որ Հոբը հասկանում է, որ Աստված ղեկավարում է ամեն մի մոլեկուլը իր նպատակներից եւ ասում է ձերքս դնում եմ բերանից եւ էլ պատասխան չեմ տալի, նոր հասկացա, ասում է ում առաջ եմ կանգնած, քո մասին լսել էի, բայց հիմա տեսնում եմ։ Տեսեք, եկեք անդրադառնանք այս հատվածին։ Տեսեք հարցադրումը, Աստված խոսում է Հոբի հետ, ուր էիր ես երկիրը հիմունքը դնելիս։ Հոբ, դու ուր էիր, որ ես երկրի հիմքերը դնում էի։ Ես որոշում էի երկրի չափը, ես որոշում էի նյութը ինչից պիտի շինեմ երկիրը։ Դու ուր էիր։ Իմացրու ինձ, եթե իմաստություն գիտես։ Դե իմացրու ինձ, ասա, ուր էիր դու, կարաս ինձ պատասխանես դու ուր էիր։ Ինձ եթե գիտես, ասա, իմաստություն ունես, ես էլ լսեմ քո խորհուրդները։ Ես էլ քեզ ասեմ, որ դու արդար ես վիճում ինձ հետ։ Բայց եթե դու դա չգիտես, էլ ինչի ես վիճում, ինչի ես այսպես արեցի։ Ես գիտեմ ինչի արեցի։ Այսինքն դու ինձանից իմաստուն չես։ Հետևից տեսեք, ուր էիր ես երկրի հիմքերը դնելիս։ Իմացրու ինձ, եթե իմաստություն գիտես, ով դրավ նրա չափերը երկրի։ Եթե գիտես, հարցը տեսնում եք անմիջապես, ով դրավ եւ եթե գիտես, ցույցատել որ դու չգիտես։ Եթե գիտես կամ թե ով քաշեց լարը նրա վրա, մենք լար ենք քաշում, չէ՞, կամ անկյունակար ենք դնում այդ չափերի մեջ այդ շենք կառուցելու։ Ով երկրի լարերը ով դրեց ասում է։ Դու գիտես, ասա։ Ինչի վրա է նրա խրված նրա խարիսները, ինչի վրա են հիմքերը դրված կամ մայակները դրված, կամ ով ձգեց նրա անկյան քարը։ Գիտես։ Առավոտյան աստղերը միասին ցնցալից եւ ցույց է տալի, որ երբ որ ես շինում էի, հրեշտակները տեսնելով,
հոգևոր աշխարհը տեսնելով իմ ստեղծագործությունը ցնծում էին, տեսնում էին նրա արժեքը, տեսնում էին այդ իմ իմաստությունով կառուցածը, բայց դու դա չես տեսնում, այսինքն քո խնդիրը նա է, որ դու քեզ ավելի իմաստուն ես տեսնում, քան թե ինձ։ Ինչի, որտեվ չես տեսնում տարբերությունը։ Դրա համար է Հոբն ասում, հիմա ձեռս բերանից դրած էլ չեմ կարող խոսամ, իսկ միջև այդ խոսումը։ Հիմա տեսեք, առավոտյան աստղերը միասին ցնցալիս եւ Աստծո բոլոր որդիքը երբ որ գովաբանում էին, իսկ երբ որ ինքն ասում է ինչի վրա են խրված նրա խարիսները կամ ով ձգեց նրա անկյան քարը, առավոտյան աստղերը միասին ցնցալիս եւ Աստծո բոլոր որդիքը երբ որ գովաբանում էին, այդ փառաբանության մեջ Աստված ստեղծում էր երկիրը, հետևից եւ ով կապեց ծովը դռներով, երբ որ նա հորդախոսելով ելավ արգանդիցը, երբ որ ես ջրերը ստեղծեցի եւ լցրեցի եւ ասում ով կապեց նրանց, ով դրեց նրանց սահմանը, որ այստեղ գան եւ ընդանից են կողմ չգնան, եւ ով կապեց ծովը դռներով, երբ որ նրա հորդախոսելով ելավ արգանդից, երբ որ ես ամպը նրա համար հանդերձ դրի եւ մեկը խանձարուր, երբ որ ես պատեցի նրան այդ թաղանթով եւ հետեւից եւ ասեցի մինչեւ այստեղ գաս եւ էլ չանցնես ջրին։ Այսինքն Աստված խոսում է բնության երևույթների մասին, տեսեք, եւ ցույց է տալի իր ղեկավարությունը նրանց հանդեպ։ Երբ ես ամպը նրա համար հանդերձ դրի, մեկ գխանձարուր եւ իմ սահմանը հաստատեցի նրա համար եւ փական դրի եւ դռներ դրի եւ ասեցի մինչեւ այստեղ գաս եւ էլ չանցնես, այստեղ կդադարեն քո փառահեղ ալիքները։ Քո օրերում երբեք մեկ առավոտի հրամայել ես, ցույց տվել ես արշալույսին իր տեղը։ Մորֆոլոգիական խոսք է օգտագործած, այսինքն ինչպես մարդը ընկալում է արշալույսը, արևածագը, այնպես ասում է դու քո օրվա մեջ հրամայել ես, որ ինչ որ մոլորակները այդպես շարժվեն, այսինքն ցույց է տալի իր մեծությունը եւ քո օրերում երբեք եւ անմիջապես որ բռնե երկրի ծայրերը եւ թոթափեն անազգամները նրանից, ինչպես մենք ասենք թութ թափ տալուց բռնում ենք 4 ծայրերից շորը, սկզբից մի հատ թափ ենք տալի շորի վրայի փոշին ենք թափում, որպեսզի թութը մաքուր շորի վրա թափվի։ Ինքն ասում է ես այսպես, ասում է երկրի ծայրերից բռնած անազգամներին եմ թոթափում երկրի վրայից։ Մենք գիտենք ովքեր են անազգամները, մենք կարողանում ենք տեսնենք, մենք դրանց մեջ ենք, թե դրանց մեջ չենք։ Դա Աստծո տեսանկյունն է, եւ ասում է դու գիտես ինչպես եմ ես ղեկավարում կյանքը, ինչպես եմ մարդուն խոնարհեցնում, ինչպես եմ մարդուն բարձրացնում, դու կարաս ինձ ասես, դու կարաս դա անես։ Այս մասին է եւ ասեցի մինչեւ տեսեք, եւ որ բռնե երկրի ծայրերը եւ թոթափվին անազգամները նրանից, որ նա փոխվի ինչպես կյանքի կավը եւ կնիքի նա փոխվի ինչպես կնիքի կավը, այսինքն երբ որ թրծում ես այդ կնիքի կավը փոխում է ձևը, այսինքն մարդկանց փոխելը եւ բաները ներկայանան իբրև զգեստավորված եւ ամբարիշներին արգիլվի իրենց լույսը եւ բարձր բազուկը կոտրվի, ցածրացնեմ, խոնարհեցնեմ նրանց։ Դու հասկանում ես ով եմ ես։ Արդյոք գնացել ես մինչև ծովի աղբյուրները եւ անդունդի խորքում ման եկել ես։ Արդյոք բացվել են քո առաջին մահվան դռները։ Տեսեք, անդունդի ծովի անդունդի խորհուրդներ, մենք շատ հաճախ մտածում ենք, որ Աստված ամեն բան ստեղծեց մարդու համար, ճիշտ է, այդպես ենք մտածում, բայց Աստվածաշունչը մեզ ասում է, որ կան կյանքի եւ երկրի վրա բաներ, որ մեզանից ծածկված է, օրինակ 11000 մետր ջրի տակ որևէ մեկը չի, այնտեղ կենդանիներ կան։ Այդ կենդանիները ում համար են։ Աստծո փառքի համար։ Աստված շատ բան, այսինքն ամեն ինչ ստեղծել է իր փառքի համար եւ այն ինչ որ ցույց է տալի մեզ իր նպատակներից ելնելով, այն ինչ որ հայտնում է մեզ իր նպատակներից ելնելով է հայտնում։ Այդքան է որոշում մեզ հայտնի։ Սա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ կյանքը ընկալել ենք, հիմա էլ կարանք Աստծուն իմաստություն սովորեցնենք։ Այ այստեղ է ամբողջ խնդիրը։ Սա մեր երկրորդ դիտարկումն է, որ այս հատվածում անում է առաքյալը։ Դու ով ես։ Այսինքն, որ Աստծուն պատասխան տաս, այսինքն դու չես հասկանում Աստծո իմաստությունը։ Եվ անմիջապես ասում է, այսինքն մենք տեսեք կան կենդանիներ, որ մենք չենք տեսել, բայց դա Աստծո փառքի համար է ստեղծված եւ 11000 մետրի տակ։ Հիմա եւ հետեւից ասում է դու գնացել ես մահվան դռները, տեսեք։ Արդյոք գնացել ես մինչև ծովի աղբյուրները եւ անդունդի խորքում ման եկել ես, արդյոք բացվել են քո առաջին մահվան դռները եւ մահվան ստվերի մեջ դռները տեսել ես, դու կարողանում ես հասկանաս մահի անտոլոգիան, բնություն այդ մարմնից բաժանվելու, ինչ ա լինում, ով ա որոշե դա, ուր գնա, որտեղ մնա, ով ա որոշել, որ մարդը մարմնի մեջ լինի, փառավորյալ մարմինը, ով ա դա որոշել, դու այդ իմաստությունը ունես։ Եվ այստեղ է, որ արդյոք հասկացել ես մինչև երկրի լայնքը ասիր, եթե գիտես ամենը։ Այսինքն, տեսեք, այստեղ խնդիրը հենց սա է, մեր 18 համարն եմ ուզում, որպեսզի ավելի խորը տեսնեք,
ամբողջացնում, արդյոք հասկացել ես մինչև երկրի լայնքերը, ասիր, եթե գիտես ամենը։ Ասիր, եթե գիտես ամենը։ Այսինքն, եթե մենք անդրադառնանք Հոբի պարագային, եւ Աստված որպես բանալի բառ ասում է, եթե գիտես, եթե իմաստ ունես, դե ասա, Հոբը ինչ պիտի անի։ Պիտի ձեռը դնի բերանին ու լուր մնա։ Երբ որ հասկանում է ով է Աստված։ Այս նույն պարագայով անում է Պողոս առաքյալը, ասում, բայց դու ով ես։ Աստծո դեմ պատասխան ես տալիս։ Ինչի Աստված իր ազատ կամքը կիրառեց ոմանց վրա, ինչի իր ողորմությունը ու գթությունը մյուսների վրա։ Բայց դու ով ես։ Աստված նպատակ ունի, իսկ քո հետ վարվելը արդար։ Այստեղ ամբողջ խնդիրը, դա համար շատ կարևոր է։ Առանց սրա մենք այն հատվածը մարդակենտրոն ենք նայում։ Ինչպես օրինակ շատերն ասում են Աստված մեզ սիրեց, փրկեց։ Այո, մեզ սիրեց, հիմքում ընկած է իր ասերը, մեզ փրկեց, բայց ոչ թե որ մենք արժեք ունեինք, ափսոսած, այլ որովհետև Աստված իր փառքը սիրեց։ Այսինքն, եթե Աստված իր փառքը չսիրեր, վայ մեզ, որտեղ մենք իր փառքի համար ենք ստեղծված, եւ մեր փրկագնումը վերականգնում է մեր հատկությունը իրեն փառավորելու։ Դա համար հոմանիշ բառերը երկնքի արքայություն մտնել կամ իր փառքը մտնել իրեն փառավորելու համար։ Այսինքն Աստված մեզ փրկում է իր փառքի համար, ոչ թե մեր արժեքի համար։ Սրանք կարևոր սկզբունքներ են, որ մենք հասկանանք։ Եկեք անդրադառնանք արդեն երրորդին եւ երրորդով կամբողջացնենք 4-րդ եւ 5-րդ դիտարկումները այս հատվածի մեջ, որը վերաբերում է իմաստ եւ նպատակ ունի Աստծո այս ծրագիրը, կանադառնանք մյուս զանազանության մեջ։ Երրորդը, այսինքն առաջինը մենք տեսանք, որ այո, կա իմաստ եւ նպատակ։ Երկրորդ մենք տեսանք, որ չի կարա ստեղծվածը ավելի իմաստուն լինի, քան ստեղծողը, եւ հիմա երրորդը Արարիչը ունի իշխանություն ստեղծվածի վրա, օգտագործելու նրան իր նպատակներից ելնելով։ Այդ իշխանությունը ինքը ունի։ Հիմա անդրադառնանք սրան։ Եկեք անդրադառնանք Ծննդոց գրքին, ինչպես ես արդեն ասացի, տեսեք ինչ բառեր է օգտագործված։ Այսինքն հենց արդեն Ծննդոց գրքից Աստված ցույց է տալի, որ ես իշխանություն եմ իմ ստեղծվածի վրա, եւ որպեսզի սա հասկացնի, ասում է դուք ցեխ եք, իսկ ես ցեխից բան շինող եմ։ Դրանք տարբեր են։ Այսինքն ինձ ցեխի տեղ չդնեք։ Այս է կարևորը։ Նայեք։ Ծննդոց 2:7-ից եւ Եհովա Աստվածը հողի փոշուցը շինեց մարդը եւ նրա ռնգանց մեջ կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Բառը, որ մենք կարդում ենք հողի փոշից, փոշին աֆար, հողը ադամա եւ բառը, որ կարդում ենք շինեց, բնագրի մեջ գրված է յացար եբրայերեն, որ նշանակում է ծեփեց։ Շինեց այլ կերպ է հնչում, ծեփեց, կավից ծեփեց, սա է ավելի եւ հետաքրքիր է, որ այս յացար նույն բառի հիմքում ընկած է յոցեր, որ նշանակում է բրուտ, կավագործ։ Այսինքն այս յացարը ցույց է տալի, որ կավագործն է կավից ծեփում։ Այսինքն հենց առաջի հատվածներից Աստվածաշունչը մեզ ներկայացնում է, որ Աստված բրուտն է, կավագործն է, իսկ մենք կավը, ցեխը։ Այսինքն հենց առաջի արդեն երկրորդ գլխից արդեն Ծննդոց։ Այսինքն սա մի կարևոր սկզբունք է, որ մենք հասկանանք, որ Աստված արդեն պահպանում է այդ բարիերը, որ հանկարծ մենք մեզ կավագործի տեղ չդնենք։ Ցեխը չի կարա կավագործին բան սովորեցնի։ Եվ հետագայում մենք նայելու ենք հատված, որտեղ ուղղակի Աստված Երեմիա մարգարեին ցույց տալով Իսրայելի պարագան, ասում է գնա բրուտի տուն մտի եւ ցեխից ինչ որ մի բան աշինում եւ դուրը չի գալի ջարդում է այդ ցեխը եւ ուրիշ բան է, ուրիշ առարկա է սարքում այդ նույն ցեխից եւ ասում է հիմա ես չեմ կարա Իսրայելի տան հետ այսպես վարվեմ։ Չեմ կարա նրանցի ուզած ձևը տամ։ Եվ հետաքրքիր է, որ Երեմիայի համար սա առավել նոր հայտնություն է լինում։ Ասում է ես ձեզ այդպես եմ, ձեզ հետ այդպես եմ վարվում, որովհետև դուք իմ ձեռի գործն եք։ Կարա իմ ձեռի գործը իմ հետ չհամաձայնվի։ Այստեղ ամբողջ խնդիրը եկեք անդրադառնանք այս հատվածին։ Երեմիա 18:1-ից կկարդանք մինչև 6 համարը։ Սերներս դուք եթե կոնտեքստը նայեք, ուշադիր եղեք, այն սկզբունքը, որով խոսում Աստված, դուք ամբողջ հատվածի մեջ կտեսնեք, ներծծված է այդ մտքով։ Ով եք դուք, ով եմ ես, ով եք դուք, ով եմ ես։ Դրամանիկն ասում է ինձ ուրիշ ինչ-որ մի կերպարանք չտակ, այսինքն դուք չորոշեք ով եմ ես ձեզ կասեմ ով եմ ես։ Հիմա տեսեք, այս սկզբունքը շատ կարևոր է, անցալենք, որովհետև նույն այդ ծեփած, նույն այդ ցեխից, նույն այդ կավից Աստված ստեղծեց ճիճուները, ворթերը, նույնը, ճիշտ է, ինչից մենք ենք ստեղծված, նույն այդ ճիճունն է ստեղծված։ Միգուցե մի քիչ ջուրահատուկ ֆորմա, ձև է տրված մարդուն, բայց նույնն է։ Դամանիկն ասում է հողեիր, հող դառնաս, եւ հետ չի ասում հողից, ասում է հողի փոշուց,
այդ կավի փոշուց, որին ջրով մածուծակ են անում եւ մածուծիկ են անում եւ նրան ձև են տալի նրա վրա ճնշելով, սխմելով։ Սա է ցույց տալի Աստված։ Երեմիա մարգարեի պարագան նայենք, տեսեք 18-րդ գլխի առաջինից այն խոսքը, որ Տիրոջ կողմանը եղավ Երեմիային ասելով. «Վեր կաց իջիր բրուտի տուն, եւ այնտեղ ես քեզ լսել տամ իմ խոսքերը»։ Ինչ պիտի ասի Աստված Երեմիային այդ Իսրայելի այդպիսի պարագայում։ Եվ ես իջա բրուտի տուն եւ ահա նա բան էր անում ճախարակների վրա եւ ավերվեցավ այն ամանը, որ նա շինում էր, ինչպես բրուտի ձեռքի կավի պատահում է, եւ նա դարձավ ու մի ուրիշ աման շինեց, ինչպես որ բրուտի աչքին հաճելի էր անելու։ Այդ ամանը ջարդեց եւ մի ուրիշ աման շինեց, ինչ որ իրեն հաճելի է, ինչ որ իրեն նպատակներից գալիս է, ինչ որ իրեն պետք է։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. «Միթե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ով Իսրայելի տուն»։ Ասում է Տերը, ահա այնպես որ կան է բրուտի ձեռքին, ահա այնպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք եք իմ ձեռքին, ով Իսրայելի տուն։ Ես կորոշեմ, դուք կգնաք գերության թե ոչ, բայց դուք արդարությամբ կգնաք, իմ օրենքը խախտել եք, պիտի գնաք, ես իմ պատիժը ձեր վրա կկիրառեմ, եւ եթե պիտի գտամ, ոմանց վրա կգտամ, ես կորոշեմ, ես իշխանություն ունեմ ձեզ օգտագործելու իմ նպատակների համար, որտեղ դուք իմ ձեռքի գործն եք, ես եմ ձեզ ընտրել, ոչ թե դուք բոլորից լավն էիք, ով Իսրայելի տուն որոտեցի, այլ ես ձեզ ընտրեցի իմ անվան փառքի համար, որովհետեւ բոլորին ցույց տամ ով եմ ես։ Այսինքն այստեղ Իսրայելը, որ իրան վերագրում էր փառք, Աստված ասեց փառքը քոնը չի, սիրելիս, փառքը իմն է։ Ես քեզ ընտրել եմ իմ փառքի համար, որ քո միջոցով իմ փառքը ցույց տամ։ Դու փառք չունես, իմ փառքն է քո մեջ։ Սա կարևոր է հասկանանք։ Սա ցույցատալիս տարբերություն հասկանալով։ Տեսեք, սա մեր արժեքը, ինքնաարժեքը, դա մարդկային խաբեություն է։ Եվ նորից եմ ասում, հավատացյալներ կան, որոնք այս նույն աշխարհի սկզբունքը ինքնաարժեքավորման բերում են հոգևոր դաշտ։ Մենք թագավորի որդիներ ենք, մենք թագավորի որդի ենք, թագավորի անունը տալով, իրենց իշխանությունն են կիրառում։ Մենք իշխանություն չունենք, սերնես։ Մեր իշխանությունը Աստծո իշխանությունն է գեներացվում, այսինքն մեր իշխանությունը չի դա, Աստծո իշխանությունն է մեր միջոցով գեներացվում։ Մենք մեզանից իշխանություն չունենք, մեզ իշխանություն չի տրվել։ Մեզ տրվել Աստծո իշխանությունը, որպեսզի Աստծո իշխանությունը կիրառվի, ոչ թե մենք դարել ենք իշխաններ։ Սա կարևոր սկզբունքներ է, որ մենք հասկանանք։ Այսինքն մենք միշտ մնում ենք արարած կլինի փառավորյալ մարմինների մեջ, կլինի հավիտենականության մեջ, մենք միշտ մնում ենք մարդ, այս երկու սուբստանցիայով, հոգի եւ մարմին իրար հետ միացված։ Հիմա, բայց նպատակը Աստծուն փառավորելն է։ Եսայի 29:16-ում եկեք նայենք։ Եսայի 29:16-ում այս նույն սկզբունքի ավելի արտահայտիչ կերպն է օգտագործում, ասում է ող ձեր խոտորնակությանը, այսինքն այս ինչ աստիճանի եք դուք հեռացել ձեր հասկացողության մեջ խոտորել ինձանից, որ ինձ կավի տեղ եք դնում արդեն, այսինքն ինձ էլ եք ձեզ նմանեցնում։ Հիշում եք Սաղմոսի մեջ հեղինակն ասում է եւ Աստված է խոսում հեղինակի բերանով, ասում է ամեն ինչ արեցիք եւ ես լուր մնացի, մտածեցիք ես էլ ձեր նման եմ։ Այսինքն պղծություններն արեցիք եւ ես լուր մնացի, համբերեցի եւ իմ համբերությունից դուք հասկացաք, որ ես էլ եմ ձեր նման պիղծ, բայց ասում եմ կշարեմ քո աչքի առաջ, որ ցույց տամ ով եմ ես, կպատժեմ, որպեսզի տեսնես ով եմ ես։ Այսինքն ինձ չդնես քո պղծության տեղը, այսինքն ես սուրբ եմ։ Նայեք, նույն ձևի, ող ձեր խոտորնակությանը, միթե կավի պես կհամարվի բրուտը։ Բրուտը կավագործն է։ Ասում եմ միթե կավագործը կավի նման կհամարվի, կավ կլինի, կավ է։ Միթե կավագործը կավ է, որ դուք ինձ այդպես եք համարում։ Միթե դուք ինձ դրել եք ձեր տեղը, որ շենքը ասե իր շինողին, նա ինձ չի շինել, եւ արածն ասե իր առաջին, թե նա չի հասկանում։ Տեսնում եք։ Ահա մի փոքր ժամանակից հետո Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, եւ պտղաբեր արտը անտառ պիտի համարվի։ Այն օրը կլսեք գրքի խոսքերը եւ մեգիցն ու խավարիցը կտեսնեք կույրերի աչքերը, կտեսնեն կույրերի աչքերը, ես այսպես կանեմ, ես այսպես կանեմ, ես ունեմ նպատակ եւ ցույց է տալի, այս ինչ խոտորնակություն է, որ ինձ դրել եք ձեր տեղը, ինձ էլ եք արդեն կավ համարում, Աստված է ասում։
Այսինքն սա գալիս է մարդու այս սխալ ընկալումից, այս ինքնաարժեքությունից։ Դրա համար առաքյալը, երբ որ խոսում է փրկության առումով Աստծո արդարությունը ընտրության սկզբունքի մեջ, սուր ընտրությունը, անդրադառնում է մարդու պատասխանատվությանը դատապարտության առումով եւ ցույցատելի, որ Աստված արդար է վարվում, եւ անմիջապես անդրադառնում է ողորմության, որը իր ազատ կամքի արտահայտությունն է, մարդը որ ասում է ինչպես է այդպես անում, ասում բայց դու ով ես որ Աստծուն ասես խի այդպես անում։ Այստեղ առաջ է քաշում այս հատկությունը, դու պիտի հասկանաս ով ես դու եւ ով է Աստված։ Աստված արդար է վարվում եւ իր ազատ կամքի, իր իշխանությունից, իր հեղինակային լինելուց ունի իշխանություն քո իրավունք քո հետ վարվելու իր նպատակների համաձայն։ Այստեղ ամբողջ խնդիրը եւ այս գերիշխանության սկզբունքն է, որ մարդիկ չեն հասկանում։ Սա վարդապետական մեծ բաց թողում է շատերի համար, որոնք այս տեսանկյունից չեն նայում Աստվածաշնչին։ Եվ Աստվածաշունչը տեսնում են մարդակենտրոն, միշտ բարձրացնում են մարդու դերը։ Շատ հատվածներ ընկալում են մարդակենտրոն։ Տեսեք, Եսայի 45:9-ում այս նույն սկզբունքը ինքը ցույց է տալի արդեն արարիչ հասկացողությունով, վայ իր արարչի հետ վիճողին։ Եվ անմիջապես նայեք, խեցիներ, կավ, խեցիների հետ մի խեցի երկրիցը։ Միթե կավը կասե իր կազմողին, թե ինչու ես անում, եւ քո գործը քո մասին թե նա ձեռք չունի։ Եվ իմիջիայլոց շատերի մոտ տրտունջն առ Աստված սա է ցույց տալիս։ Իրանք չեն ընկալում ով Աստված, չեն համաձայնվում Աստծո գործելակերպի հետ։ Սա է, եւ փորձում են այնպիսի վարդապետություններ հորինեն, որ շրջանցեն նախասահմանությունը, Աստծո սուվերեն ընտրությունը փրկության հարցում, ինչ են անում, նույնն են անում։ Չեն համաձայնվում Աստծո հետ, բառացի չեն ասում, բայց վարդապետությունը աստվածաշնչյան փոխում են։ Նույնն են անում։ Եվ ինքն ասում է, միթե կավը կասե իր կազմողին, թե ինչու ես անում, եւ քո գործը քո մասին թե նա ձեռք չունի։ Վայ իր հորն ասողին, թե ինչու ես ծնում, եւ կնոջը, թե ինչու ես երկունք քաշում։ Այսպես է ասում Եհովան, Իսրայելի Սուրբը, նրա արարիչը, ապագա բաները ինձանից հարցրեք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործերի համար ինձ պատվիրեցեք։ Հայերենի մեջ սխալ է գրված։ Բնագրի մեջ գրված է բառացի այսպիսի, իմ ձեռքի գործերի մասին ինձ հարցրեք, որտեվ ես եմ իմաստուն, եւ ինձ մի սովորեցրեք։ Մի փորձեք ինձ սովորեցնել, ընդհակառակը ինձ հարցրեք, ես ձեզ սովորեցնեմ։ Ռուսերենի մեջ կարծեմ պիտի ճիշտ գրված լինի։ Եկեք անդրադառնանք, տեսեք 11 համարը, տեսեք ինչ ասում։ Так говорит Господь Святой Израиля, и Создатель его, вы спрашиваете меня о будущем сыновей моих, и хотите мне указывать в деле рук моих։ Դուք ինձ հարցրեք իմ որդիների համար, ես ինչ եմ անում նրանց հետ։ Դուք ուզում եք ինձ սովորեցնեք ինչ եմ ես անում։ Դուք չգիտեք դա։ Այսինքն, այստեղ այս սկզբունքը կնավ Եսայի մարգարեության 12-ում էլ ասում է, ես եմ շինել երկիրը եւ մարդին նրա վրա ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը եւ ես պատվիրում եմ նրա բոլոր զորքին։ Ես եմ հրամայում այդ բոլոր զորքին, հոգևոր աշխարհին, ֆիզիկական աշխարհին, նյութական աշխարհին, ես եմ հրամայում մոլեկուլները, ատոմները ինչպես շարժվեն։ Դուք ինձ բան եք սովորեցնում, ինչպես վարվեմ Իսրայելի հետ։ Այստեղ է խնդիրը։ Դուք ինձ ասում եք ես սխալ եմ արել, այսպես պիտի անեի։ Այս խնդրի մասին է խոսքը, որ մենք չենք հասկանում, ինչպես վարվեմ Իսրայելի հետ։ Սա կարևոր է, տեսեք։ Եվ այսպես, որպեսզի ժամանակը պահենք արդեն բավարարացավ, մի ժամ խոսեցինք այս մասին, բայց սա շատ կարևոր է։ Ուղղակի այս հատվածի 20-ից 24 համարները, որպեսզի մենք ճիշտ ընկալենք, այսինքն 14-րդ համարում տված հարցադրումը եւ նրա ամբողջական պատասխանը, առաքյալը բերում է, այսինքն այդ ամենը ունի իմաստ եւ նպատակ Աստծո ծրագրից, Աստծո մտահղացման մեջ, եւ սա կարեւոր է, որը մեզ թույլ է տալի խոնարհվել եւ հասկանալ ով Աստված եւ ճիշտ ընկալել, այսինքն աստվածակենտրոն տեսնել այս հատվածը, ոչ թե մարդկային վարդապետություններ դնել այնտեղ։ Շեղել ընտրությունը, շեղել մարդու պատասխանատվությունը, ներկայացնել ինչ-որ նեյտրալ մի փիլիսոփայական ազատ կամք, որը մեղքի օղակներում չի արտահայտվում, մարդը ազատ է, այսինքն Քրիստոսի գալու կարիքներ չկար, այսինքն մենք չենք կարողանում ընկալել հենց այս խնդիրի պատճառը, որ չենք հասկանում Աստծո գերիշխանությունը, եւ Աստծո գերիշխանության հիմքում ընկած է իր փառքը, նորից եմ ասում,
Աստված էգոցենտրիկ չի, ինչի, որտեղ իր փառքը իրական է։ Էգոցենտրիզմը գալիս է, երբ որ մարդը չունենալով փառք իրեն փառք է վերագրում, իրեն անձն է կարևորում, փոխանակ հասկանա, որ իր անձի մեջ պիտի Աստված կարևորվի։ Ով որ պարծենում է, թող Աստծով պարծենա։ Բայց ամեն անգամ, երբ որ մենք մարդակենտրոն մարդու դերը բարձրացնում ենք փրկության առումով, մենք պարծանքն ենք ավելացնում։ Ի վերջո այդ 99% Աստծո արած շնորհքը փրկության ջնջվում է, եւ որտեղ այդ 1%-ով է մարդը փրկվում, եւ 1%-ը դառնում է 100%-անոց պարծանք երկնքում։ Այսինքն ոչ թե գովասանվելու Աստծո շնորհքը, որ մեզ փրկեց, այլ իմ կարողությունը, որ ինձ փրկեց, որտեղ Աստծո արած 99% ինձ չփրկեց, չտարավ երկինք, բացի 1%-ով։ Այսինքն 1% ամբողջ գործը արեց։ Այստեղ ամբողջ խնդիրը սրա վրա է, որ փառքը Աստծուն է։ Տեսեք, որպեսզի ամբողջացնենք եւ հիշենք ինչի մասին մենք խոսեցինք։ Մենք անդրադարձանք 5 դիտարկում կա 20-ից 24 հաղորդում։ Առաջի դիտարկումը արդյոք իմաստ եւ նպատակ կա, այո։ Երկրորդ մենք տեսանք, որ գոյություն ունի տարբերությունը։ Տեսեք, մեր իմաստության եւ Աստծո իմաստության, մեր կարողության եւ Աստծո կարողության, այսինքն երկրորդ դիտարկումը մենք տեսանք, որ ստեղծվածը, այսինքն կավը ավելի իմաստուն չի կավագործից։ Եվ երրորդ մենք տեսանք, որ կավագործի հեղինակային իշխանությունով ինքը որպես արարիչ իրավունք ունի իր ստեղծվածի հանդեպ կիրառի գործունեություն իր նպատակներից ելնելով, այն իշխանություն ունի եւ իրավունք ունի որպես արարիչ։ Եվ մենք 4-րդ կանադառնանք արդեն 4-րդին եւ նաեւ 5-րդը, 4-րդը Աստծո նպատակը կայանում է նրանում, որ արտահայտի իր հատկությունները, այսինքն իր փառքի ամբողջությունը, որն է այդ նպատակը, որպեսզի Աստված հայտնի իր փառքը ամբողջությամբ։ Արդեն մյուս զանազանության մեջ խոսենք 4 եւ 5-րդ հատկությունների մասին։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։